Սերան ջան, պետք է խոստովանեմ, որ աշխատանքի process-ը շատ տպավորիչ է, բայց եկեք անկեղծ լինենք, սա մեծ ներդրում է։ Ես ուզում եմ, որ իմ ամեն դրամը արդարացված լինի։ Ինչով է տարբերվում ձեր հոսքագծերը, օրինակ ուրիշ հոսքագծերից շուկայում։ Մենք ունենք ինժեներական շատ լուրջ լուծումներ, օրինակ ես հենց հիմա օրինակը բերեմ, քարի վրա թխվելը, կոնկրետ որը որ ստանում ենք մեր թոնրի լավաշի համն ու հոտը, իր վերևի դարակների լուծումները, որ ստանում ենք 0 ծախսով, նույն հացաբուլկեղենը առանց վառելիք օգտագործել են։ Նույն լավաշը թխելուց մենք ստանում ենք վերևի դարակներում 0 ծախսով հացաբուլկեղեն թխելու հնարավորություն երկու մեծ վառարանների շնորհիվ։ Ոչ թե մենակ ջերմությունը տակից, այլ ինքը նաև հատուկ համակարգ է ներսում հավաքած, որ ինքը ջերմությունը կարող է պտտի իր կողքերով, վերև ներքև հավասար թխի, կարող եք նայել նկատել։ Մեծ հոսքագիծը կարող է խնայի իր վառելիքը, գազը, հա, որովհետև ստեղ ունենք մենք ավտոմատացված համակարգ իր գազի համակարգի համար։ Օրինակ ժամում 4-ից 5 խորանար գազ է վառում, մյուս հոսքագծերի մոդելները մեր որ արտադրում ենք, մենք էլ ենք արտադրում։ Մետաղայինը կարելի ասել ծախսը կրկնակի է։ Դրա համար կոնկրետ այս հոսքագիծը նշելով մեր հեղինակային իրավունքներով հոսքագիծը նշեմ, հա, սենց ասեմ, մեր առավելությունները այս հոսքագծի վրա են։ Լավաշի համն ու հոտը էներգիայի խնայումը ու լիարժեք էփելը, լիարժեք էփելու դեպքում անով իր համը մնում տեղում, մնացածը արդեն ոնց որ կարանք ավելի մանր քննարկենք։